Բոլորիդ բարի երեկո, սպասենք մի քիչ մեր հետևորդները սկսեն մտնեն եթերը, որպեսզի տեսնեմ իրանց։ Մի քիչ պատրաստվել եմ այսօր եթերից, քանի որ շատ կարևոր է այս եթերը։ Նշեմ, որ եթերից հետո կիսվելու եմ մեր խմբերում, որպեսզի խմբերում էլ նայեն, օրինակ Նոր Հայաստան մեր խմբում ահագին ունեմ ընկերներ, հետևորդներ, ում շատ եմ սիրում, ում շատ եմ հարգում, եւ մինչեւ եթերը չեմ սկսել, չեմ իմ թեմայով սկսել խոսալ, ուզում եմ նշել, որ շատ ուրախ եմ, որ վերջի մեր վիդեոն, որտեղ ես նորավանքում դիմել եմ այդ կնոջը Կարմիր գլխարկով, այս դրությամբ 3 օրում մեզ ունենք 1.150.000 դիտում, այսինքն հայերեն եմ նկարել այդ վիդեոն նորավանքի մոտ եւ տեղադրել անգլերեն էջում եւ նկարել եմ ռուսերեն, տեղադրել ռուսական էջում, ռուսական էջում, հայերեն էջում եւ երկու խմբում արդեն ինձ թվում է մինչև առավոտյան լինելու է 1.200.000 դիտում եւ ուզում եմ շնորհակալություն այդտեմ բոլորիդ, քանի որ առանց ձեզ անհնարին էր այդքան ես դիտում հավաքեի եւ ես շատ ուրախ եմ Գայա Պարվանյան, բարի երեկո, Ժաննա, բարի երեկո եւ ես բոլորիդ ողջունում եմ, ովքեր նայելու են այս եթերը, որը շատ կարեւոր է, շատ բոլորիս համար։ Ուրեմն պատրաստել եմ 4 եթեր Եվ ես ինձ համար որոշեցի, որ այդ 4 եթերը լինելու է շատ կարևոր բոլորիս համար, հայերեն եմ անելու եթերը անգլերեն էջում եւ ռուսերեն նույն թեմայով ռուսերեն էջում։ Ուրեմն այդ 4 եթերը ես որոշեցի ցույց տամ այսօր եւ մոտակա օրերին, առաջի եթերը այսօր է, մենք խոսալու ենք առաջի պատերազմի մասին եւ այս եթերը պետք է նայեք մինչեւ վերջ, նաեւ այն մարդիկ, ովքեր YouTube-յան ալիքով են նայելու, քանի որ խոսքը գնալու է այն գաղտնիքների մասին, որը մինչ հիմա դուք չեք լսել եւ տեղյակ չեք։ Եթե այսօրվա եթերը դուք լսեք, դուք այս եթերից հետո ընդհանրապես 100%-ով փոխելու եք ձեր կարծիքը ամեն ինչի մասին։ Մյուս եթերը լինելու է 4 օրվա պատերազմի ժամանակ, որը եղել է 2016 թվականին, երրորդ եթերը լինելու է 44 օրվա պատերազմի մասին, իսկ 4-րդ եթերը լինելու է 23 ժամանոց պատերազմի մասին, որը եղել է 2 տարի առաջ։ Այսինքն 4 պատերազմի մասին, 4 կարևոր եթեր, բայց ինձ թվում է ամենահետաքրքիր եթերը այսօրվա եթերն է լինելու, քանի որ մենք մինչ հիմա չենք իմանում ոնց է եւ ինչ է եղել առաջի պատերազմի ժամանակ։ Ուզում եմ հիշեցնել մեր ընթերցողին եւ մեր ընկերներին, մեր եղբայրներին եւ մեր քույրիկներին, որ մենք միշտ ասում ենք, որ առաջի պատերազմը եղել է 1992 թվից մինչև 1994 թիվը։ Իրականում ես գտնում եմ, որ առաջի Ղարաբաղյան պատերազմը այս թեժ, հա, իր ժամանակը 91-ից մինչև 94 թիվը։ Ես տենց եմ համարում, հասկանալի է, որ ընդհանրապես այդ process-ը սկսել է 88 թվականին, բայց եթե լինենք ավելի մենք, այսպես ասած, ավելի հստակ նշենք, այո, 91 թվից մինչև 94 թիվը այն թեժ ժամանակն է եղել, 91 թվի վերջում արդեն սկսել է այդ թեժ ժամանակը։ Մենք պետք է հարց տանք մեզ համար, ինչ ենք մենք իմանում առաջի պատերազմի մասին, այսինքն եթե մենք տեսնում ենք ինչքան ստեր է հիմա, հա, ընդհանրապես կայքերում, հեռուստալիքներով, որը Քոչարյանն է գումարները տալիս կամ Ռուսաստանը, պատկերացրեք, եթե հիմա 2026 թվականին ձեզ եւ մեզ ստում են ամեն օր, դուք պատկերացնում եք ինչ սուտ են հորինել առաջի պատերազմի մասին, Արցախի հեռուստատեսությունը, ղարաբաղցիները ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանը եւ այո, մի խումբ լրագրողներ, ովքեր աշխատում են թե Ռուսաստանում, թե Ղարաբաղում եւ 11 միլիոն հայ, մինչ հիմա չի իմանում ինչ է իրոք կատարվել Ղարաբաղում առաջի պատերազմի ժամանակ։ Այսօր ես խոսելու եմ փաստերով, այսօր ես անելու եմ մի հատ եթեր, որը նորից եմ կրկնում, պետք է նայեք մինչև վերջ եւ երբ դուք նայեք մինչև վերջ այս եթերը, դուք էլ չենք լինելու նույն հետևորդը, որը եղել է մինչ այս եթերը։ Այնպես որ եթե ինչ-որ գործեր ունեք, թողեք մի կողմ, մի շարժվեք, ուշադիր, հանգիստ նայեք այս եթերը, որը շատ կարևոր է։ Ուրեմն ասեմ, որ առաջի պատերազմի ժամանակ Ադրբեջանի 14% հողերը մենք վերցրել ենք, այսինքն 94 թվին, երբ մենք ստորագրել ենք այդ թուղթը, 14%, հա, իրանց տարածքը 14%, հա, ընկել է մեր ձերը, մենք վերցրել ենք։ Շատ կարևոր է նշել, որ հայկական կողմից կրվում մասնակցել է 33,000-34,000 հայ, հայկական կողմից մասնակցել է 33,000-34,000 հայ։ Ուրեմն մենք ունեցել ենք առաջի պատերազմի ժամանակ, մենք ունեցել ենք 6000 զոհ, այսինքն 6000 հայ զոհվել է։ Ուրեմն այդ 6000 զոհերից 3200 հոգի եղել են ղարաբաղցիներ, իսկ 2800 հոգի
եղել են Հայաստանից եւ Սփյուռքից։ Սա շատ կարևոր ինֆորմացիա է, որը մենք պետքա իմանանք եւ ես նորից եմ խնդրում, շնորհակալ եմ Լարիսա ջան, շնորհակալ եմ, ձեզ էլ բարի երեկո, նորից եմ խնդրում ուշադիր լսեք այս եթերը եւ ուշադիր նայեք եւ եթե դուք կիսվում եք իմ եթերով, շնորհակալ եմ ձեզ, կիսվեք ձեր էջում, որպեսզի ավելի շատ մարդ կարողանա նայի այս եթերը։ Ուրեմն 6000 զոհ եք ունեցել առաջի պատերազմի ժամանակ, 3200 Ղարաբաղցի, 2800 Հայաստանից եւ Սփյուռքից։ 20000 վերավոր եք ունեցել առաջի պատերազմի ժամանակ եւ 600 հոգի անհայտ կորած, մեծամասնությամբ դա զինվորներ չեն եղել, այլ բնակիչները։ Պետք է ասել նշել, որ բոլոր այն զենքը, որը եղել է մեր ձեռը, դա եղել է ռուսների տված զենքը, հա, պետք է մենք սա նշենք։ Ուրեմն տեսեք, 1993 թվականին Ռուսաստանը, որը օգնում էր եւ ադրբեջանցիներին եւ հայերին, ինքը տալիս է ինքնաթիռ ադրբեջանցիներին, իբր իրան գողանում են այդ ինքնաթիռը, բայց իրականում ռուսները տալիս են ադրբեջանցիներին ինքնաթիռ, փողով, в общем, դասավորել են, որ գողանան ադրբեջանցիները այդ ինքնաթիռը։ Եվ ապրիլի 8-ին 1993 թվականին ադրբեջանցիները, прошу прощения, ապրիլի 92 թվականին սկսում են գնդակոծել Ղարաբաղը։ Ասեմ, որ նաև Հայաստանին ա տվել ինքնաթիռ 4 ինքնաթիռ ռուսը, բայց դա եղել է 1994 թվականին, ուշադիր լսեք։ 1994 թվականին անօրինական ձևով առանց թղթեր գաղտնի ռուսները տալիս են 4 ինքնաթիռ Հայաստանին եւ 1999 թվականին գործ են հարուցել Ռուսաստանում, որ ով է вообще տվել այդ 4 ինքնաթիռը հայերին։ Այսինքն ռուսները թաքուն տալիս են եւ ադրբեջանցիներին ինքնաթիռներ, որ գրնդակոծեն հայերին եւ հայերին։ Ես պատմում եմ նաեւ ղարաբաղցիների համար, քանի որ ես էլ եմ ղարաբաղցի եւ ես նստել եմ այդ ռումբերի տակ եւ մենք անիծում ենք ադրբեջանցիներին, մոռանալով, որ այդ ինքնաթիռը տվել է Ռուսաստանը ադրբեջանցիներին, որ գրնդակոծի հայ կանանց եւ հայ երեխեքին։ Շարունակենք։ Ուրեմն պատերազմի ժամանակ Ստեփանակերտի վրա, հա, խփել են 21000 գրադ սնարյադ։ Ուշադիր լսեք նաեւ ղարաբաղցիներ։ Պատերազմի ժամանակ ադրբեջանցիները Ստեփանակերտ քաղաքի վրա խփել են 21000 սնարյադ գրադ։ Եվ բոլոր այդ գրադ սնարյադները արտադրել է ռուսը եւ ռուսնա տվել ադրբեջանցուն այդ 21000 սնարյադը, որ խփի հայկական կանանց եւ հայկական երեխոցի վրա։ Այդ այն ղարաբաղցիների համար, ովքեր ռուսի տանձից բռնած բաց չեն թողում, գովում են ռուսին, մոռանալով, որ դա Հայաստանը չի արել, դա Փաշինյանը չի արել, դա արել է ձեր սիրելի Ռուսաստանը եւ ռուսը, ով 21000 գրադ սնարյադ արտադրել է, տվել ադրբեջանցուն ու ասել է խփի հայկական կանանց եւ երեխեքի վրա։ Նշեմ, որ Ստեփանակերտ քաղաքի վրա ռուսը արտադրել է եւ տեղափոխել է ադրբեջանցիներին ատվել 2700 սնարյադ ալազան, որը ադրբեջանցին խփել է, հա, Ստեփանակերտի վրա եւ նաեւ 1900 ուրիշ ձևի սնարյադ։ Պատկերացնում եք դուք։ Համարյա 10000 սնարյադ, որը տվել է ռուսը ադրբեջանցուն, որ խփի հայերի վրա։ Ովքեր են ղարաբաղցիները, ովքեր գովում են ռուսներին։ Շարունակենք։ Մենք հաճախ հարց ենք տալիս, ովքեր են այն մարդիկ, ովքեր հերոսներ են եղել Ղարաբաղի պատերազմի ժամանակ եւ ընդհանրապես ոնց ենք մենք հաղթել առաջի Ղարաբաղյան պատերազմը։ Սա շատ կարեւոր ինֆո է։ Տեսեք, ես պատրաստել եմ նաեւ նկարները, ես հիմա ձեզ ցույց տամ մարդկանց, ովքեր ասում են, որ իբր իրանք հերոսներ են, չգիտեմ, հերոսություն են արել, չգիտեմ, հեքիաթներ են պատմում եւ ովքեր են իսկական հերոսներ եղել։ Ուրեմն այս մարդիկ, ովքեր իրանց հերոսի տեղ են դրել, բայց ոչ մի հերոսություն չեն արել, եւ իսկական հերոսները, ովքեր իսկապես ահագին լավ բաներ են արել։ Այս մարդը ոչ մի հերոսություն չի արել, Վիտալի Բալասանյանն է։ Այս մարդը, ես դες պատմելու եմ, ում հաշվին է ինքը հաղթել տարբեր բոյերում, այս մարդը, ով ոչ մի հերոսություն չի արել, 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 եւ այս մարդը, ով ոչ մի հերոսություն չի արել։ Հիմա ովքեր են եղել այն հայերը, կոնկրետ հրամանատարները, ովքեր ամենամեծ աշխատանքն են արել եւ ընդհանրապես ում հաշվին մենք ահագին լավ հա կարողացել ենք մեզ
այսպես ասած պաշտպանել։ Ուրեմն առաջինը, ում մասին ես ուզում եմ պատմեմ, դա եղել է Խրիստոֆոր Իվանյանը։ Մենք պետք է տեսնենք, ով է եղել այն խելոք մարդը, ում հաշվին հայկական բանակը Ղարաբաղում արել է մեծ գործեր։ Դա եղել է Խրիստոֆոր Իվանյանը, ոչ Սամվել Բաբայանը, ոչ Մոսին, ոչ Վիտալի Բալասանյանը, սկսա ուշադիր լսեք։ Սա արդեն ես պատմում եմ Հայաստանի Հանրապետության բնակիչների համար։ Ուշադիր նայեք, քանի որ առաջ դուք չեք լսել դրա մասին կամ էլ չգիտեք։ Ոչ Սամվել Բաբայանը, ոչ Մոսին, ոչ Վիտո Բալասանյանը, դրանք հերոսներ չեն եղել։ Եղել են խելոք մարդիկ, 3-4 հոգի, մեկը դա եղել է Խրիստոֆոր Իվանյանը, ուշադիր նայեք, այս մարդն էր գծում ահագին օպերացիաներ, այս մարդն էր որոշում ոնց պետք է մենք հաղթենք Ադրբեջանցում, ոչ թե այն մարդիկ, ովքեր իրանց գովում են։ Եվ այս ինֆորմացիան պետք է հիշի ամեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Խրիստոֆոր Իվանյան, ով իրան չի գովել, բայց ամենամեծ գործը արել է ինքը։ Դальше։ Մյուսը, ով է եղել այն խելոք մարդը, ով պատմում էր բանակին, ոնց կարանք մենք հաղթենք պատերազմը։ Դա եղել է Անատոլի Զինևիչը։ Ուշադիր նայեք, Անատոլի Զինևիչ, այս մարդու անուն, ով եղել է Ղարաբաղում եւ գծել է բոլոր մեր տարբեր ինչ որ, չգիտեմ, բոյեր եւ այո, լսում եք, Անատոլի Զինևիչ։ Այսինքն եղել է Խրիստոֆոր Իվանյանը, Անատոլի Զինևիչը եւ երրորդ մարդը, ում հաշվին մենք հաղթել ենք նաեւ, դա եղել է Մոնթե Մելքոնյանը։ Սա պետք է դուք հիշեք, ոչ Քյոխը, ոչ Բաբայանը, այլ այս 3 հոգին, չէ, ես խոսում եմ Արթուր, я говорю про командиров, я говорю про военных людей. Оставьте в покое Левона Хайрапетяна. Левон Хайрапетян не участвовал в боевых действиях. Мы сейчас говорим о Первой Карабахской войне. Մենք խոսում ենք առաջի պատերազմի մասին։ Ուրեմն, հարգելի հետևորդ, դրանք ովքեր նայում են Facebook-ում, դրանք ովքեր նայում են YouTube-ում, հիշեք, որ առաջի պատերազմում մենք ունեցել ենք 3 մարդ. Да, это просто попало под дверь, ребят, не переживайте, մատը սնկել է բան, դրան տակը, ոչինչ, մի քիչ սևացել ամեն ինչ լավ է։ Այս 3 հոգին, հասկանալի է, խոսքը գնում է եւ Բեկորի մասին, եւ Լեոնիդ Ազգալզյանի մասին, մենք ոչ մեկին չենք մոռացել եւ բոլոր հասարակ տղաներին, բայց ես հիմա պատմում եմ ոչ թե հասարակ կոմանդիրների մասին, այլ դրանց մասին, ովքեր խորհուրդ են ունեցել եւ իսկապես աշխատանք են արել, մեծ աշխատանք։ Հիմա տեսեք, командос тоже, но не так много. Командос преувеличено, Жанна Джан. 90% мозга эти 3 человека, запомните. Все остальные преувеличенные. Да, հիմա տեսեք, մեր հերոսների մեծ մասը, կոնկրետ Մոնթե Մելքոնյանը, Բեկորը, Լեոնիդ Ազգալդյանը սպանել են ղարաբաղցիները։ Դուք պետք է դա հիշեք, որ ղարաբաղցիներն են մեծ մասը սպանել։ Հիմա ամենակարևոր ինֆորմացիան մենք անցնում։ Այս դերությամբ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ ընդհանրապես սաղ աշխարհով սուտ է ստեղծվել, սուտ ինֆորմացիա, որ առաջի պատերազմը մենք հաղթել ենք, քանի որ մեր Սամվել Բաբայանը, Մոսին, Վիտալի Բալասանյանը եղել են շատ ուժեղ տեղերք եւ մենք հաղթել ենք ադրբեջանական բանակը։ Հիմա ուշադիր պետք է լսենք, ինչ եմ ես պատմելու, լինելու է շատ ցավալի ինֆո, բայց ավելի լավ է մենք իմանանք ճիշտը ինչ է եղել, քան թե ստեր լսենք աչ ու ձախից։ Ուրեմն, ուշադիր նայեք այս մարդու նկարին, ինքը ադրբեջանցի է, ու այս մարդու անունը Սուրետ Գուսեյնով։ Սուրետ Գուսեյնովը եղել է շատ ուժեղ անձնավորություն Ադրբեջանում, հրամանատար, ում պատկանում էր համարյա սաղ ադրբեջանական բանակը։ Ուշադիր լսեք, այս մարդու անունը Սուրետ Գուսեյնովը, հրամանատար, ով պահանջում էր, որ Ադրբեջանի նախագահան հրաժարական տա։ Դա եղել է 1993 թվականին հունիսին Սուրետ Գուսեյնովը, լսեք, այն թեժ պատերազմի ժամանակ Սուրետ Գուսեյնովը պահանջում էր, որ Աբուլֆազ Էլչիբեյը, Ադրբեջանի ղեկավարը հրաժարական տա, բացտավկու։ 1993 թվականին այս մարդը Սուրետ Գուսեյնովը, հանում է ադրբեջանական զորքը 60%, 60% фронтից, այսինքն 60% азербайджанских войск в начале июня 1993 года ինքը հանում է 60% ադրբեջանական զորքերի, հավաքում է Գյանջա քաղաքում եւ շարժում է դեպի Բաքու։ Պատկերացրեք։ Այդ գիտեք երբ էր,
Ուրեմն 1993 թվականին շատ վատ էր հայկական բանակի վիճակը։ Հայկական բանակը կորցրել է Մարտակերտ շրջանի մեծ մասը, ուշադիր լսեք։ Շատ մոտիկ էր արդեն ադրբեջանական զորքը Ստեփանակերտից։ Հայկական բանակը կորցրել է Մարտակերտ քաղաքը, ուշադիր լսեք։ Եվ մեծ մասը Մարտակերտի։ Եվ երբ ադրբեջանական բանակը արդեն հասնում էր Ստեփանակերտին եւ գրավել է Մարտակերտ շրջանի մեծ մասը եւ Մարտակերտ քաղաքը, այս մարտը 1993 թվականին, երբ շատ խայտարակ վիճակում էր եւ Սամվել Բաբայանը եւ Մոսին, այս մարտը հանում է զորքը 60% տարածքից։ Ու պահանջում է հրաժարական տա Աբուլֆազ Էլչիբեյը եւ շարժում է դեպի Բաքու։ Հասկացաք։ Ուրեմն հունիսի 17-ին Աբուլֆազ Էլչիբեյը հրաժարական է տալիս։ Այսինքն կարշա, սա Ադրբեջանով կարշա եւ մեծ մասը բանակին հանում են, տանում են Բաքու։ Այս մարտը հրաժարական է տալիս հունիսի 17-ին 1993 թվականին։ Ու գնում է իր գյուղը Գելեկի։ Իսկ Հեյդար Ալիևը, հիմիկվա Ադրբեջանի նախագահի հերը, Հեյդար Ալիևը, Նախիջևանից վերադառնում է Բաքու։ Հիմա ուշադիր լսեք, ինչ է լինում այդ ժամանակ։ Եվ ոնց ես ասեցի 60% զորքերը այս տղան հանել է եւ երբ այս տղան հունիսի սկզբին 1993 թվականին հանում է զորքը, ուրեմն հունիսի 27-ին հայկական բանակը տեսնելով որ Մարտակերտ քաղաքի մոտ համարյա չկա ադրբեջանցի, գրավում է Մարտակերտ քաղաքը, կներեք, տեսնելով, որ Մարտակերտի մոտ չկա զորք, գրավում է Մարտակերտ քաղաքը, ուշադիր լսեք, ոչ թե Մարտակերտը ազատել է Սամվել Բաբայանը, Մոսին, Տանձով Վիտալի Բալասանյանը, և հարց է ծագվում, բոլորիս պետք է մենք հարց տակ, այս ոնց է, որ 35 տարի մենք թույլ եք տալիս Ղարաբաղցիներին ստեն սա Հայաստանով, որ իբր իրանք ազատել են Մարտակերտը։ Այս ինչի չեք պատմում այս մարդկանց, ինչ եք պատմում բոլոր հայերին, ոնց է եղել իրականությունը, որ այս մարդը զորքը հանել է Մարտակերտից գնացել դեպի Բաքու, իսկ դեղ որտեղ համարյա զորք չկար, դուք մտել եք Մարտակերտը վերցրել։ Շարունակում ենք, երբ մենք ասում ենք Աղդամը մենք գրավել ենք, մեր հայերը գիտեն ոնց ենք մենք Աղդամը գրավել, տեղյակ եք։ Ոչ։ Ուրեմն, եթե հունիսի 27-ին այս մարդը գնացել է Բաքու, այնտեղ քրիվ է գնում, իրար ուտում են ադրբեջանցիները, մենք գրավել ենք Մարտակերտը, ուրեմն հուլիսի 23-ին 1993 թվականին, երբ զորքը այս մարդը հանել է Աղդամի մոտից, մենք գրավում ենք Աղդամը։ Մենք Աղդամը գրավել ենք հուլիսի 23-ին, քանի որ այս մարդը ադրբեջանական զորքը հանել է ու գնացել դեպի Բաքու։ Դальше Սամվել Բաբայանը եւ այսպես ասած Տանձով հրամանատարները քյոխի նման գրավել են օգոստոսում 1993 թվականին օգոստոսում, երբ չկար նախագահ Ադրբեջանում։ Դուք պատկերացնում եք, այս մարդը հրաժարական ատվել գնացել իրան գյուղը, Ալիևին չեն նշանակել նախագահ, ինքը նոր է եկել Նախիջևանից։ Այս մարդը զորքերը յանջան գրաված, սաղ գրաված եւ օգոստոսում, քանի որ զորք չկա Ֆիզուլիի մոտ, Ջաբրայելի մոտ, օգոստոս ամսում Ղարաբաղի բանակը գրավում է Ֆիզուլին եւ Ջաբրայելը։ 4 ամսում, հունիս ամսից մինչև սեպտեմբերի վերջը, մինչև այս մարտը հանել է 60% ադրբեջանական զորքը, այդ 4 ամսում, երբ կաշ է եղել Ադրբեջանում, Ղարաբաղի բանակը գրավել է 5000 կիլոմետր։ Դուք մենակ մտածեք, 5000 կիլոմետր գրավել է, բա ոնց, ոչ տանկեր է եղել, ոչ BMP է եղել շատ, ոչ զենք է եղել, դուք չեք մտածում, այդ 5000 կիլոմետր մենք ոնց է գրավել։ Քանի որ այս մարդը զորքերը հանել է 60%-ը, այսինքն փաստորեն շատ քիչ զորք անդեղ մնացել։ Իսկ այն զորքերը, ովքեր մնացել են, դուք պատկերացնում եք ինչ վիճակում են եղել, այսինքն եթե ոչ զենք են բերում, ոչ պատմոգա են բերում, այս մարդն էլ սաղ զորքերը տարել է դեպի իրար ուտում են ադրբեջանցիները, դուք պատկերացնում եք ինչ պանիկա, դուխը ընկած։ Այդ վիճակում են գրավել այդ տարածքները եւ բոլոր հայերը պետք է իմանան, որ այսպես ասած Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մենք չենք հաղթել Ադրբեջանին։ Եվ ասեմ, որ նույն Ադրբեջանը չի հաղթել Հայաստանին կամ էլ Ղարաբաղին։ Ադրբեջանը գրավել է Ղարաբաղը 44 օրում, քանի որ մեր Դավիթ Տոնոյանը եղել է դավաճան, առաջի օրերը բաբչի չի եղել Հայաստանում։ Ադրբեջանը գրավել է Ղարաբաղը, քանի որ ղարաբաղցիները սպանում էին հայկական զինվորներին, որպեսզի գրավեն Հայաստանում իշխանությունը։ Ադրբեջանը գրավել է Ղարաբաղը նույն ձևի,
ոնց Ղարաբաղյան կլանը գրավել է ադրբեջանական շրջանները առաջի պատերազմի ժամանակ։ Ու սա փաստեր է, ոչ մեկ չի կարող ասել, որ այս փաստերը սուտ է, հասկանում եք։ Տեսեք, ուրեմն, ես ձեզ արդեն ասեցի, որ մենք առաջի պատերազմի ժամանակ կորցրել ենք 6000 հայ զինվոր, 3200 զինվոր դա Ղարաբաղի տղերքն են, 2800 զինվոր ֆիդայիներ, մեծ մասը Հայաստանից, մի մասը Սփյուռքից։ Հիմա ուշադիր լսեք։ Մեր ֆիդայիների 30-35%-ը սպանել են Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները, մեր գեներալները, մեր, այսպես ասած, չինովնիկները եւ այլն, այլն, այլն։ Հիմա ցույց եմ տալիս ձեզ այդ մարդկանց։ Տեսեք։ Դուք մտածել եք ընդհանրապես, ոնց են այս մարդիկ, տեսեք, սա Ղարաբաղցիներ, դարել Ղարաբաղի ղեկավարները, որտեղ մտածել եք դուք ընդհանրապես։ Այսինքն ոնց են դարել բոլոր Ղարաբաղցիները ղեկավար։ Դեռ չկա ոչ մի ազնիվ տղա, ոչ Բեկոր, ոչ Ազգալդյան, ոչ Մոնտեմելքոնյան, ոչ ֆիդայիներ, սա Ղարաբաղցի է։ Այսինքն եթե մենք տեսնում ենք, որ 50%-ը կռվող տղերք եղել են Հայաստանից եւ Սփյուռքից, ոնց է ստացվել, որ սա Ղարաբաղյան նախարարները, գեներալները Ղարաբաղից են։ Սամվել Բաբայանը, Բակո Սահակյանը, այստեղ չկա ոչ մի ֆիդային Հայաստանից։ Վիտո Բալասանյանը, Արկադի Գուկա, այստեղ ոչ մի հայաստանցի չկա։ Արտուր Աղաբեկյան, Սեյրան Օգանյան, ոչ մի հայաստանցի չկա։ Օգանովսկի, Մոսի, մի հատ հայաստանցի ֆիդային չկա Ղարաբաղի ղեկավարության մեջ։ Մի հատ հայաստանցի տղա չկա, ոչ մի նախարար, ոչ մի գեներալ։ Ոնց է ստացվում։ Եվ այո, 30% մեր ֆիդայինները սպանել են Ղարաբաղցիները, ինչի։ Քանի որ երբ պատերազմը վերջանում էր, ոչ սա շատ կարևոր ինֆո է, պետք է դուք լսեք ուշադիր։ Երբ պատերազմը վերջանում էր, սկսել է թալանը։ Երբ Ղարաբաղի բանակը մտել է Աղդամ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, սկսել են իրանք որոշել, որ գիտես ինչ, մենք կրվել ենք, այս տարածքը իմն է, այս տարածքը քոնն է, այս զավոդը դու կարաս թալանես, այս տները դու կարաս, եւ իրանք Շուշիից սկսել են սպանել ֆիդայիններին։ Տեսեք, այս բոզի տղան, Պարքև անունով, այս մարդը պատասխան էր տալիս սաղ եկեղեցիներին Ղարաբաղում։ Իսկ ինչով էր զբաղված այս տականքը, այս հանցագործը։ Ուրեմն Շուշի քաղաքում բոլոր ղարաբաղցիները դա կարան ձեզ ասեն։ Մի հատ մարդ, ով ասում է, որ ինքը քրիստոնյա է, որ ինքը Աստծո հավատում է, Շուշի քաղաքում գրել է ադրբեջանական տների վրա, որ այս տունը Պարքևինն է, այս շենքը Պարքևինն է։ Դուք պատկերացնում եք 5 հարկանի, 10 հարկանի շենքի վրա այս մարդը, որ Աստծո անունով է խոսում, ադրբեջանցի տուն, հա լավ, ինչ որ գեներալ գրել է, լավ, դա հավատացյալ չի։ Դու ո՞նց ես հավատացյալ։ Դու ո՞նց ես տների վրա գրում Պարքևի տունն է եւ վաճառում էր $2000 այս մարդը։ Հիմա այսա 5 տարի է տանձն է իրան դրել Ղարաբաղցիների վրա, Ղարաբաղցիները չեն գրում, բա մեր Պարքևը թքած ունի մեզ վրա, ոչ մեկ չի գրում, որ գլխավոր իրանց մարդը, ով պատասխանա տալիս եկեղեցիներին, փախել է Ամերիկա։ Ուրեմն 92 թվին սա տների վրա գրել է, որ այդ տները Իրանն է։ Եվ ամեն ձևի տենց այս մարդիկ ամենտեղ գրում են, սա Մոսին, սա Վիտալի Բալասանյանը, սա Սրաննա, սա Անդրաննա, եւ միակ մարդիկ, ովքեր իրանց հետ նորմալ կիսում են այդ բաները, դա եղել է Մանվել Գրիգարյանը, Սարոյանն ա եղել, իսկ նրանք, ովքեր չէին բան համաձայնվում այս մարկանց հետ, այս մարդիկ սպանում են այն ֆիդայիներին կամ այն հրամանատարներին Հայաստանից, Երևանից, ովքեր ուզում են իրանց վերցնեն։ Եվ գնում էր թալանի պատճառով մոտ 30% մեր ֆիդայինները սպանել են Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները։ Սա շատ կարևոր ինֆո է, որը մենք պետք է անպայման իմանանք եւ պետք է չմոռանանք դա, եւ պետք է չմոռանանք։ Հա, տեսեք, ես նորից եմ կրկնում, այս մարդու հանդեպ մի հատ հարց չունի Ղարաբաղցի, չեն ասում, այս մարդը որտեղ է։ Այնքան գումարներ է ասա թալաննել։ Այս մարդն է աշտարակ կաթը վերցրել, ինֆարկտ է հասցրել տերը ու պրոստը 0 կոպեկ տվել են թալանել, ավտոմատներով մտել են աշտարակ կաթ ու վերցրել հիմա այդ աշտարակ կաթը Ղարաբաղյան կլանն է վերցրել իր ձեռը։ Մեկը եղել է դա, որ ավտոմատչիկներին ուղարկել է ու վերցրել։ Սա այս Աստծո հետ ոչ մի կապ չունի այս մարդը։ Սա տականք է։ Հա, հիմա տեսեք, ինչ է եղել առաջի պատերազմի ժամանակ։ Այս կնգանունը Բելլա Քոչարյանը։ Այս կինը աշխատում էր Կարշել կոմբինատ զավոդում, ֆաբրիկայում, որտեղ հազարներով ղարաբաղցի են աշխատում։ Ուրեմն տեսեք, երբ պատերազմը սկսել է, մենք երբ ղարաբաղցիները գնում ենք միցինգների, այս մարդը, կոնկրետ այս Արտուր Աղաբեկյանը,
Եվ այս մարդը, հա, ամեն ինչ անում են, որ Ղարաբաղցիներին, հա, լարեին ադրբեջանցիների հետ։ Կոնկրետ Արտուր Ագաբեկյանը եւ Սամվել Օգանովսկին ծեծում էին տնօրեններին ու ասում էին, եթե քո սաղ աշխատակիցները չգնան միցինգի ադրբեջանցիների դեմ, ես քո ոսկորները կոտրելու եմ։ Թող փորձի մի հատ դիրեկտոր չուղարկի սաղ Ղարաբաղցիներին միցինգներին։ Այսինքն մենք Ղարաբաղցիները, նենց չէ որ բոլորը ուզում ենք գնայինք միցինգների Ադրբեջանի դեմ։ Այս երկու մարդիկ ծեծում էին դիրեկտորներին ու լարում էին միցինգների, որպեսզի գնացեք, որ սա Հայաստանը տենա, որ իբր սա Ղարաբաղցիները դեմ են ադրբեջանցիների դեմ, հասկանում եք։ Եվ երբ ռուսները չերես այս մարդկանց ստիպում էին, որ Ղարաբաղցիները գնան միցինգի, Հայաստանում տեսնում էին այդ կադրերը, հա, ու ասում էին խղճ մեր երեխաները եւ քույրերը։ Հիմա այս կինը, այս տականքը Բելլա Քոչարյանը աշխատում էր Կարշ կաբինատում։ Ուրեմն լսեք ուշադիր։ Համարյա մինչև 1992 թիվը Ադրբեջանը աշխատավարձ էր ուղարկում հայերի համար։ Համարյա մինչև պատերազմը սկսելը։ Դուք գիտեք, որ մոտ 6-8 ամիս մեր աշխատավարձը գողացել են։ Բելլա Քոչարյանը այն վաղ աշխատում էր Կարշ կաբինատում եւ իր ամուսինը ԿԳԲ է եղել Քոչարյանը, հա։ Դուք երևի չգիտեմ ով է ճանաչում, Քոչարյանի կինն է։ Էս եղել է ԿԳԲ-ում Ղարաբաղի ու ռուսների հրամաններն էր կատարում։ Էս էլ իր կինն է եղել Կարշ կաբինատում պատասխան էր տալիս բոլոր կանանց։ Հա։ Աշխատավարձը ստանում էին Ադրբեջանից, դնում էին իրանց գրպանը, իսկ մեր մայրիկներին, կոնկրետ իմ մայրս աշխատում էր Բելլա Քոչարյանի մոտ, իմ մայրս այն վաղ, եւ իմ մայրս աշխատավարձը չէր ստանում, քանի որ աշխատավարձը Բելլա Քոչարյանը գողանում էր, եւ աշխատավարձի տեղը տալիս էին մայրիկիս եւ բոլոր աշխատակիցներին, պրինց, պանիր եւ դա գիտեն բոլոր ղարաբաղցիները։ Այս ձևի տականքներ են։ Եվ ասում են ղարաբաղցիներին, որ իբր Ադրբեջանը փողը չի ուղարկել, բայց դա սուտ է։ Դա սուտ է։ Հիմա շարունակում ենք շատ կարևոր ինֆո։ Ով է այս կինը։ Դաշնակ։ Դուք իր անունը գիտեք։ Ուշադիր լսում եք։ Ժաննա Գալստյան։ Դաշնակ, Ղարաբաղցի։ Հիմա շատ կարևոր ինֆո, որը գաղտնիք է եղել Հայաստանում բոլորիս համար, բայց եկել է այն պահը, որ պետք է այդ գաղտնիքը բացենք։ Եթե այս եթերից հետո ձեր մազերի մի մասը սպիտակ լինի, մի զարմացեք։ Դուք գիտեք, որ 2023 թվականին Ղարաբաղցիներ դուրս են եկել Ղարաբաղից։ Դուք հիշում եք, որ Օրնա Ալիևը հանել հայերին Ղարաբաղից։ Հիշում եք։ Իսկ ես ձեզ հիշեցնեմ սեպտեմբերի 19-ին։ Իսկ դուք գիտեք, որ Ալիևը երբ բլոկադան սկսել է Ղարաբաղի, հրաման է տվել, որ հայերին պետք է հանել Ղարաբաղից մենակ մի օր, եւ պետք է դա լինի այդ օրը։ Ալիևին ասել են, որ օրը պետք է հանենք հայերին։ Ասել է սեպտեմբերի 19-ին։ Ինչի։ Ինչի է որոշել սեպտեմբերի 19-ին հանի ղարաբաղցիներին Ալիևը։ Քանի որ այս կնիկը նենց քաք է կերել, որ այդ օրը հիշել է Ալիևը եւ երդվել է, որ պատժելու է այդ օրն հանելու հայերին Ղարաբաղից։ Հիմա ինչ արել այս կինը, այս դաշնակը։ Քանի որ դուք գիտեք, չէ, կոնկրետ այս դաշնակի հետ միասին իրանք աշխատում են ԿԳԲ-ի վրա եւ լարում են ղարաբաղցիներին եւ ադրբեջանցիներին։ Այս կնգան ԿԳԲ-ն հանրարարություն ա տվել, որ Ժաննա Գալստյան, դու պետք է անես նենց, որ Ստեփանակերտում հայերը ատեն ադրբեջանցիներին եւ վառեն ադրբեջանցիների տները։ Ինչ անում այս կինը, Ժաննա Գալստյանը։ Հավաքում է միտինգ Ստեփանակերտում, սրոճն է։ Բարձրանում է բեմ սեպտեմբերի 19-ին 1989 թիվն է եղել, թե 88 թիվը չեմ հիշում։ Բարձրանում է բեմ ու ասում է. «Ժողովուրդ, հայերին ծեծել են Խոջալույում հայերին ծեծել են, ոտերը կոտրել են, վառել են տները, տենց բան չի եղել։ Տեսեք, մեր պատմության մեջ գրած է, որ Խոջալույում հայերին ծեծել են տները, վառել են, դա սուտ էր։ Ես ասում եմ դա, քանի որ ինձ հետ կապնվել են ղարաբաղցիք, ովքեր եղել են Ժաննայի ընկերները, եւ ասում են Ռոմա ջան, մենք էլ չենք կարա դիմանանք։ Մենք ուզում ենք պատմենք, որ դա սուտ է եղել, որ այս կինը սեպտեմբերի 19-ին ստել է բոլոր ղարաբաղցիներին, ստել է բոլոր ստեփանակերտցիներին, թե իբր մեր հայերին ծեծել են Խոջալույուց, վառել են, սպանել են, այդպես բան չի եղել Խոջալույում։ Կոնկրետ այդ օրը չի եղել ոչ մի բան։ Ինչ են անում ստեփանակերտցիները։ Սեպտեմբերի 19-ին, լսերով այդ սուտը դաշնակ պորնիկ Ժաննա Գալստյանից, շարժվում են դեպի ադրբեջանցիների տներին
Եվ երկու փողոց ապրում են ադրբեջանցի Ստեփանակերտում։ Կանանց երեխոցը վրա հարձակվում են, տները վառում են, զորով, չգիտեմ, ծեծելով, զորով փրկում են այդ ադրբեջանցին։ Սա այդ երկու փողոցը վառում են։ Ու սեպտեմբերի 19-ին հանում են ադրբեջանցիներից քաղաքից ոչ մի ծեծկուտ չի եղել եւ ես ուզում եմ հիշեցնեմ թե Սումգայիթն է դա կազմակերպել Մոսկվան դուք գիտեք Սումգայիթում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա քանի որ դա կազմակերպել է Ադրբեջանի KGB-ն եւ Մոսկվայի KGB-ն եւ Մոսկվան 3 օր զորքը կայնած Սումգայիթի մոտ 3 օր չեր մտնում որ փրկեր մեր հայերին քանի որ ինքն է դա կազմակերպել ու նույն քաղաքը կազմակերպել է Ստեփանակերտում Մոսկվան նույն քաղաքը եւ Ղարաբաղցիները պետք է իմանան որ Իլհամ Ալիևը հրաման է տվել Ադրբեջանում որ հայերին պետք է Ստեփանակերտից հանել սեպտեմբերի 19-ին եւ դա պետք է իմանա բոլոր յուրաքանչյուր հայերը Հայաստանում քանի որ Ղարաբաղցիները ձեզ չեն պատմելու այդ իրանց գաղտնիքը բայց այդ էր պատճառը որ սեպտեմբերի 19-ին հանել են Ստեփանակերտցիներին Ստեփանակերտից շարունակենք առաջի պատերազմի ժամանակ այս մարդու անունը Արտուր Ագաբեկյանն է դաշնակ Այս մարդի խումբը սպանել է ահագին մարդիկ Հադրութի շրջանում, ովքեր եղել են Լևոնական, Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները։ Դա եղել է Բոգդանը, եւ դա կարելի ասի յուրաքանչյուր Հադրութի Ղարաբաղցի, դա եղել է Սարդարը, դա եղել են տասնյակ Լևոնական, հայեր, ում սպանել են մենակ դրա համար, որ իրանք եղել են Լևոն Տեր-Պետրոսյանի, աջակիցները։ Էս ենք մենք առաջի պատերազմի ժամանակ մենք սպանում ենք մեր հայերին մենակ դրա համար, որ իրանք Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներն են։ Եվ երբ դուք ասում եք, ինչի է Աստված մեծ պատժել, քանի որ այս մարդը sense քաքեր է կերել։ Այս նույն մարդը հետո դուք լսել եք ֆոնդա բացել, մարտիկ ֆոնդը փող թալանել, ինչեր չի արել սա։ Ու մինչ հիմա Հայաստանում ոչ մեկ չի պատժել այս մարդուն։ Ում պետքա փողա տալիս ու ինքը կարա ինչ ուզում է անի։ Հա։ Այս է մեր առաջի պատերազմի պատմությունները շարունակենք ուրեմն առաջի պատերազմը երբ մենք ասում ենք Ղարաբաղի առաջի պատերազմը 90 թվականներին երբ պատերազմ էր գնում այն Ղարաբաղի կանայք ովքեր շատ սիրուն են եղել իրանց ամուսիններին ուղարկում են խրամատ սպանում են դեղ եւ սեքսով են զբաղվում այդ կանանց հետ դա եղել է 92 թվից մինչև 99 թիվը Սամվել Բաբայանի ժամանակ այսինքն այս մարդու ժամանակ 7 տարի բռնաբարել են մեր կանանց ու դա արել է իր ընկերների մեծ մասը նիվաններով ման են գալիս Ստեփանակերտով եթե այդ կինը սիրուն էր մանավանդ երեկոյան вообще ոչ մի կին չէր դուրս գալիս այսինքն ոչ մի տղամարդ իմանալը որ իր աղջիկը սիրուն է թույլ չի տվել որ իր աղջիկը դուրս գա հայտ քանի որ Սամվել Բաբայանի թիմը բռնում են ամենասիրուն կանանց, բռնաբարում են, երբ մեր հարց եք տալիս, առաջի պատերազմի ժամանակ լավագույն տղերքը կրվում են, իսկ Սամվել Բաբայանի թիմը տեսնում էր, որ սիրուն տեսք ունի կինը, կներեք, красивая грудь, красивая задница, сразу же они брали эту женщину, насиловали жестко, да, команда Սամվելը Բաբայանը։ Բաբայանին եթե հարցնենք, ինքը չի իմանում դա ով արել, բայց սա Ստեփանակերտը իմանում է, որ դա եղել է Սամվել Բաբայանի թիմը։ Այսինքն, пока самые лучшие парни воевали, их жен трахали, насиловали, а самих парней убивали. Это էր առաջի պատերազմը։ Որպեսզի դուք տեղյակ լինեք։ Հա, հիմա այս տղու եղբայրը, որը իբր հերոս է եղել առաջի պատերազմի ժամանակ, այս մարդու անունը Արկադի Գուկասյանն է, այս տղան 45 հատ օբյեկտ ունի Հայաստանում, հենց հիմա իր ընտանիքը։ 45 հատ օբյեկտ, այսինքն մենք երևի այսքան կռվել ենք Ղարաբաղի համար, որ այս ընտանիքը կա, կես Հայաստանը վերցնի։ Հիմա այս մարդու եղբայրը, Արկադի Գուկասյանի եղբայրը, վերցրել է իր ձեռը Ավանի աղի հանքը։ Այսօր այն աղը Հայաստանում, որը դուք ուտում եք առավոտյան եւ երեկոյան, դուք տեղյակ եք, որ դա Արկադի Գուկասյանի եղբորն է։ Այսինքն սա աղը, որը մենք առնում ենք, գնում է իրանց գրպանը։ Եվ Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ԱԱՑ-ում, ոչ դատախազությունում, ոչ մեկին հետաքրքիր չէ։ Ոնց է Ավանի հանքը, սա Հայաստանի աղը, ընկել Արկադի Գուկասյանի եղբոր ձեռը։ Ոչ մեկին դա հետաքրքիր չէ Հայաստանում։ Այս է մարդն է, ով երբ սպանել են բանում ազգային ժողովում Վազգեն Սարգսյանին եւ Դեմիրճյանին, մի շաբաթ առաջ, մինչև այդ սպանության օրը, ինքը եկել է Հայաստանի ԱԱՑ-ի պատվալում, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, Բակո Սահակյանի հետ։ Դա այն է մարդն է։ Հա, հիմա շարունակում ենք։ Այս տղան ինչի է զոհվել, քանի որ այս տղան Վիտալի Բալասանյան անունով խաբել է Մոնթեին, Մոնթեն հոգնած է եղել,
Մոնթեին իմանալով որ ադրբեջանցին այն գյուղում նստած է, ասել այնտեղ ադրբեջանցի չկա, գնա բան, ռազվեդկի, բայց չկա ադրբեջանցի։ 100%-ով իմացել է Վիտալի Բալասանյանը, որ ադրբեջանցին դեղ կա, եւ որպեսի այս մարդուց ազատվեն, ամեն անգամ ուղարկում են դեղ, որպեսի ինքը զոհվի։ Երբ մենք խոսում ենք Մոնթե Մելքոնյանի մասին, մենք պետք է հարց տանք։ Մենք պետք է հարց տանք։ Ո՞նց եք դուք մտածում։ Այս մարդիկ, այս ձևի պահվածքով, դուք մի հատ մտածեք, էլի հարց տվեք ձեզ։ Այս մարդիկ, ում տեսնում եք դուք, Սերժ Սարգսյան, Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Օգանովսկի, ո՞նց եք դուք մտածում։ Մենք ուժը գիտենք ովքեր են սրանք, թավանչիներ, սպանության անող, ո՞նց են վերաբերվում հերոսի հանդեպ։ Как они относились, ո՞նց են վերաբերվում հերոսի հանդեպ։ Ասեմ, ատում են դրա համար, որ այս մարդը եղել է ավելի ազնիվ, ավելի համարձակ, քան թե այս մարդիկ, քանի որ այս մարդիկ չեն եղել համարձակ։ Ինչա, դուք ուզում եք ասեք, որ Սերժ Սարգսյանը եղել է բան, կոմանդոս, նման է, կոմանդոսի նման է, այս թմրամոլը եղել է կոմանդոս, ոչ։ Այս մարդը ավտոմատ է պահել իր ձեռը, ոնց իր տղերքը չեն պահել, հա? Սեդրակը եւ Լևոնը, նենց էլ ինքը չի պահել։ Ոնց էր վերաբերվում այս տականքը Մոնթեի հանդեպ։ Ատում էր։ Միշտ կեղտը ատում է մաքուր մարդուն։ Ու այս մարդուն իրանք սպանել են։ Սա պետք է բոլորը հիշեն։ Այն տականքները, ովքեր պաշտպանում են Քոչարյանին, ոչ միտեղ մի ասեք, որ դուք Մոնթե Մելքոնյանին գնահատում եք։ Մենակ տականքը կարա աջակցի Քոչարյանին, քանի որ Քոչարյանի նման տղերքը ատում են այս ձևի տղերքին։ Երբ դուք տեսնում եք, որ ինչ որ մեկը աջակցում է Քոչարյանին աջակցում է նա, ով չի խղճում Մոնթե Մելքոնյանին, ում սպանել են իրան նման Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները։ Ու դա պետք է մենք միշտ հիշենք։ Այո, այս մարդիկ դարել են հերոսներ ճակետներում եւ գրավել են Հայաստանը եւ Ղարաբաղը, քանի որ գլուխն են կերել Բեկորի նման տղերքին, Մոնթե Մելքոնյան նման տղերքին։ Հիմա ո՞նց էր վերաբերվում Մոնթե Մելքոնյանը Ղարաբաղցիների հանդեպ։ Դուք գիտեք, իմիջիայլոց ասեմ, որ իրան շատ են սիրում Մարտունու ժողովուրդը, Մարտունի շրջանի ժողովուրդը, ամենաշատը իրանք են սիրում։ Բայց Մոնթեն նենց էր հիասթափված Ղարաբաղցիներից։ Դուք չեք պատկերացնում, ինքը իր կնոջը գալիս էր ասում էր, ես նենց եմ հիասթափված Ղարաբաղցիներից, նենց եմ հոգնած Ղարաբաղցիներից։ Ինչի։ Քանի որ Ղարաբաղցիները երբ բլոկադա եղել, ասինքն Հայաստանից մենք չէինք կարող ոչ մի բան ստանալ, մենակ վերտալյոտով։ Ղարաբաղցիները այն թեժ վաղտը գողանում էին բենզինը։ Պատկերացնում եք, եթե դուք նայեք Մոնթե Մելքոնյանի վիդեոները, դուք տեսնեք ինչ ձև է ինքը խոսում Ղարաբաղցիների մասին։ Ինքը ասում էր էշ։ Դուք չեք մտածել, ինչի է Մոնթե Մելքոնյանը միշտ գորգորում Ղարաբաղցիների վրա։ Երբ դուք նայում եք իր վիդեոները, դուք հարց չեք տալիս, ինչի է այս մարդը միշտ ասում էշ, գորգորում, հիասթափված, потому что Ղարաբաղցիները սաղ վաղտ իրան ստում են։ Գողանում են բենզին, գողանում են կերոսին, կրակում են անիմաստ вообще անիմաստ կրակում են, երբ ամեն մի պատրոնը շատ կարևոր էր, եւ ինքը հիասթափված է եղել։ Այս մարդը զզված է եղել Ղարաբաղցիներից։ Ինքը ասում էր, որ Ղարաբաղցիները մեծամասնությամբ սուտասան են, անպատասխանատու, հա, եւ գող ավազակներ, քանի որ եթե Ղարաբաղցին գողանում է մի հատ BMP ունի եւ այդ BMP-ի կերոսինը գողանում է, ինքը հասկանալ է ով այդ Ղարաբաղցին։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր ինֆո է, որը մենք պետք է բոլորս իմանանք։ Հիմա շատ հաճախ մենք լսում ենք բոլորից, որ Սեյրան Օգանյանը հերոս տղա է եղել, ոտը կորցրել է առաջի պատերազմի ժամանակ։ Եկեք ես ձեզ պատմեմ ոնց է իր ոտը կորցրել։ Դուք հարց տվել եք вообще Սեյրան Օգանյանը որտեղ է իր ոտը կորցրել։ Որտեղ է այս մարդը իր ոտը կորցրել։ Չգիտեք, չէ՞։ Դե Ղարաբաղի մեր հերոստա ալիքը այնքան ստեր էր փչել, հոգ չեք գնալու պատմեք, որ Սեյրան Օգանյանը եղել է Թավանչի պատերազմի ժամանակ։ Եվ Գորադիզի մոտ գնացել է որ գինի գողանա, այսինքն խմած էր, գնացել է էլի գինի գողանա, ասել են դեղ մի հատ սկլադ կա գնա։ Հո ադրբեջանցիք դեղ մինա են դրել գրանատ։ Գնացել է դուրը երբ բացել է դուրը, դրան ներքևը գրանատ էր դրած մինա։ Ու տրակել է, այսինքն թալանի է գնացել, իրանք բոլորն են թալանով զբաղված եղել։ Ու տրակել է այդ մինան, ու ոտը կտրվել է։ Իսկ այս մարդը սաղ աշխարհին նայբատ անում, որ իբր ինքը ամիսներով բոյր է տարել քրնիկի մեջ, լուրջ։ Պարոն Սեյրան Օգանյան, դու չես պատմում մարդկանց, որ դու առավոտից երեկոյան թալանով ես եղել զբաղված եւ քո ոտը տրակել է մինայի վրա, որը դրել է ադրբեջանցին
Մի հատ շենքում, որտեղ դու գինի ես ուզում գողանաս, բա պատմի ժողովրդին, չես պատմում։ Սա շատ կարևոր եթեր է, ամենտեղ պատմեք, որ մեր ֆիդայիներից մեկը չդարավ Ղարաբաղի ղեկավար, Ղարաբաղի նախարար, խի արժանի չեն։ Արժանի չեն եղել ֆիդայիները Սփյուռքից կամ Հայաստանից, որ Ղարաբաղում դառնան ղեկավար։ Ո՞նց է ստացվում, որ ոչ մեկ չունենք մենք։ Եվ երկրորդը, անպայման ամենտեղ պատմեք, ձեր գյուղում, ձեր քաղաքում, որ մեզ եղել է 6000 զոհ առաջի պատերազմի ժամանակ, 2800 դա եղել են ֆիդայիններ։ Եվ այդ ֆիդայինների 30%-ը սպանել են ղարաբաղցիները թալանի պատճառով։ Իրար ուտում էին, ով է թալանելու այս գյուղը, ով է թալանելու այս զավոդը, ով է թալանելու խանութը, ով է կուբիկները տանելու, մեկը վերցրել է մի հատ քաղաք, ու ասում է, այս քաղաքում ինչքան բան կա, դրուբա։ Հազնում էին, դուք չեք պատկերացնում, ինչքան էին հազնում Պարսկաստան, մետալալոմ։ Երևի դուք հիշում եք, իսկ պարսիկները առնում էին այդ մետալը։ Եւ մետալի պատճառով սպանում էին ֆիդայիներին։ Ուստեղ Հայաստանում, Երաբլուրում կամ քաղաքներում գրած է զոհվել է 1993 թվին, զոհվել է 1992 թվին։ Եվ բոլորը ասում են զոհվել է, քանի որ գրվել է ադրբեջանցիների հետ։ Լուրջ։ Խիչ եք պատմում, որ ամեն երրորդը դուք սպանել եք թալանի պատճառով, իրանց գլուխն եք կերել, որ ձեզ չխանգարի, բա պատմեք։ Եվ գիտեք ոնց թալանել են առաջի պատերազմի ժամանակ ղարաբաղցիները այդ գյուղերը։ Նույն ձևի ուժը իրանց գյուղերն են թալանել 44 օրվա պատերազմի ժամանակ, դրա մասին ես մի քիչ ուշ եթեր եմ անելու։ Այսքանը նույն եթերը լինելու է ռուսերեն ռուսական էջում։ Շնորհակալ եմ, որ նայել եք այս եթերը, կիսվեք այս եթերով, կիսվեք եւ ամենտեղ խնդրում եմ, որպեսզի դուք ավելի մանրամասն իմանաք այս եթերից հետո դուք կարող հենց հիմա մտնեք Yandex կամ Google եւ հավաքում եք Սուրետ Գուսեյնով։ То есть биография Սուրետը Գուսեյնովա ու կարդում եք ինչ արել Սուրեն Գուսեյնովը, ոնց է գնացել Բաքու, ոնց է Գյանջան գրավել եւ կարդում եք ոնց է սա զորքը հանել եւ դրանից հետո Ադրբեջանը կորցնում է Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը։ Прочитайте биографию Սուրետը Գուսեյնովա ու դուք ձեզ հարց տվեք Վասանդո Բաբայան, դու ոնց ես ամենտեղ ասում ես, ես եղել եմ գենիալնի կոմանդուշի, Բաբայան Սամոնը է քշել տարել ադրբեջանական բանակը։ Արոն Բաբայան, քիչ ես պատմում, որ այս մարդը զորքը հանել է, ու դրա համար ես դու գրավել Աղդամը, Ֆիզուլին, Մարտակերտը։ Քիչ եք պատմում։ Բայց տղայեք դուրս եկեք, քյող, դուրս արի, ասի, որ այս մարդը չի հանել զորքը եւ ռոման ստում է։ Տղա ես երկի իմ ինֆոս։ Նորից եմ կրկնում, հարգելի բարեկամներ, մտեք հենց հիմա ինտերնет и прочитайте биографию Сурета Гусейнова. Посмотрите, как Азербайджан снял войска, и поэтому, да, Бабаян Саму завоевал эти города. У նորից եմ կրկնում, որ դուք ձեր նաստրանին չընկնի, նույն ձևի ոնց ադրբեջանցիք այս տղան դավաճանել է իր ազգը եւ Ադրբեջանը պարտվել է, նույն ձևի մեր ղարաբաղցիները դավաճանել են Ղարաբաղը եւ մենք պարտվել ենք 44 օրվա պատերազմի ժամանակ։ Այսքանը հաջորդ եթերը այս էջում լինելու է 4 օրվա պատերազմի ժամանակ 2016 թվականը, ուրեմն 4 կարևոր եթեր, առաջի եթերը առաջի պատերազմի մասին, երկրորդ եթերը լինելու է 4 օրվա պատերազմի մասին, հետո եթերը լինելու 44 օրվա պատերազմի մասին եւ հետո եթերը կանելու 23 ժամանոց պատերազմի մասին։